Նորին սուրբոզություն դեր Արամարաչին Գաթոյգոս Լոս Անջելեսի մեջ իր հովաբեդական առաջին այցելությունը շնորհեց Հոլիվուդի Սուրբ Կարապետ Մարիա Գեյեցին 5 շաբթի 23 հոկտեմբերի 2025-ին։ Հավատացյալներու հոտ սպազմությունը կսպասեր իր հովաբեդին ժամանման։ Նորին սրբության թիմավորելու եկած էին նաև Արեմդյան թեմի առաջնորդ Կերաշնորհ դեր Հովնան arczepiskopos Դերդերյան, ազգային կենտրոնական վարչության անդամներ, թեմի ազգային վարչության անդամներ, ազգայիններ, հոգևոր հայրեր եւ համայնքային գառույցներ ու ներկայացուցիչներ։ Հրաշապարի հadouk արարողութենեն յետք առաջնորդ Կեամարքեպիսկոպոս հանուն թեմի ազգային իշխանության եւ ժողովրդին ողջունելով հայոց հայրաբեդին արևմտյան թեմ այցելությունը ըսավ։ Նորին սրբության հովաբեդական այցելությունը ոչ միայն օրհնապեր է, այլև շեն, վերանորոգող, վերագենսավորող, նոր բարձունքներ նվաճելու համար ուժ եւ գորով ներշնչող ու ազգային կյանքը բայցարագերբող այցելություն։ Այսօր մեր թեմի հայորդիները բադիվ ունին պատմական այս օրը արժանավորապես նշելու ու ապրելու։ Վեապար հայրաբեդին յուրաքանչյուր այցելությունը նոր երանդ ու նոր իրագործումներու մղում կուտա։ Դագավին այսօր առավել պատմական է նորին սուրբ օծության այցելությունը, ավելի օրհնապեր է իր ներկայությունը մեր մեջ, քանի որ այսօր հայրաբեդը իբրև 30-ամյա դիդան Գիլիկյան Սուրբ Աթորին բարձացած գտնվի մեր մեջ։ Հանուն մեր թեմի հավատավոր հայորդիներուն, վեապար հայր, ընդունեցեք մեր չերմակին բարեմաղթությունները։ Թող Աստված ձեր հովաբեդական ասան միշտ ծաղկուն բահե եւ ցեզի շնորհե ընթերգար քաղաքալություն։ Ապա առաջնորդ Սրբազան հայրը հրավիրեց նորին սրբությունը հղելու իր հայրաբեդական պատկամը։ Իր պատկամի մեջ Արամարաչին Գաթոյգոս ըսավ. Իմ այս առաջին պատկամիս ու հովաբեդական այցելությանս որպես բնապան եւ մեր ժողովրդին կյանքին ու գործին որպես ուղեցույց ընդրած եմ 3 բառեր. հավատք, հավատարմություն, համախմբում։ Կյանքի սովորական վիճակներ բնորոշող բառեր չեն ասոնք, որովհետև անոնք մեր անհատական թե հավաքական կյանքի ամենեն էական դարածները գարդայդեն։ Նորին սրբությունը հիշյալ յուրաքանչյուր բառին իմաստը բարձապանելով նշեց. Առաջին հավատք։ Մարդկային կյանքի մեջ չկա անհատ մը որ չունենա հավատք։ Հավատք իր անձին նեղ բարունակեն վեր ու անտին, երևույթիմը, դեպքիմը, սպասումիմը։ Որպես քրիստոնյաներ մեր կյանքին առանց Աստծո հանդեպ մեր ունեցած հավատն է։ Այդ հավատն է, որ մեր կյանքին խորք ու իմաս, արժեք ու նպատակ կուտա։ Այլապես Սաղմոսին բարերով մեր կյանքը պիտի նմանի խոդի։ Աստծո նկատմամբ ունեցած մեր հավատն է, որ մեր կյանքը գիմաստավորե ու գհզորացնե, դառնալով երջանկության ու հաջողության աղբյուր։ Դարաբանքներով ու հալածանքներով լեցուն մեր ժողովրդի թարավոր պատմությունը ու որպես փոքր ժողովուրդ մեր կոյադևումը պատմության փոթորիկներու մեջ բերջախոս վկայությունն է Աստծո նկատմամբ մեր ունեցած խոր հավատքին, որ դարձավ մեր կոյության ամրոցը, դոգունության վահանը, ստեղծագործության աղբյուրը եւ մեր կյանքի ճանապարհը։ Այսօր մենք կոչված ենք մեր հավատքը ավելի ամրապնդելու, որբեսի գարենանք թիմակրավել մեզ շրջապատող երևելի ու աներևույթ չարիքները։ Երկրորդ հավատարմություն։ Չի պավեր միան հավատք ունենալ, այլ անհրաժեշտ է մեր ունեցած հավատքին հրամայականներուն նկատմամբ ունենալ հավատարմություն։ Չմոռնանք Քրիստոսի խոսքը. «Ան որ ինձի գավադա, թող խաչը առնե եւ յետևես կա»։ Հետևաբար հավատալ կենթադրե պատասխանատվություն ու բարդավորություն հավատքի սկզբունքներուն ու հրամայականներուն նկատմամբ։ Որպես ժողովուրդ քրիստոնեական մեր հավատքը կբանջե մեզ որը լանք հավատարիմ մեր քրիստոնեական ինքնության։ Պատմության ընթացքին մեր կոյության քրիստոնեական ու ազգային դարածները դարձան մեկ ամբողջություն, մեկ ինքնություն։ Այլ խոսքով մեզի համար քրիստոնյա ըլլալ եւ հայ ըլլալ տարբեր բաներ չեն։ Հետևաբար մենք պետք է հավատարիմ գտնվենք մեր քրիստոնեական ու ազգային ինքնության եւ այդ ինքնությունը բահող արժեքներուն նկատմամբ մեր եկեղեցվո նկատմամբ։ Մեր եկեղեցին վկա մեր պատմությունը մեզի համար սովորական աղոթավայր չեղավ, այլ մեր հավատքին ամրոցը, մեր ինքնության աղբյուրը, մեր բայկարին վահանը ու մեր կոյության խարիսխը եղավ։ Այսպես է մեր եկեղեցին նաև այսօր։ Ձեր հավատարմությունը մեր եկեղեցվո նկատմամբ պետք է կորձնապես արտահայտեք, մասնակից դառնալով մեր եկեղեցվո համայնական կյանքին, նույնանալով եկեղեցվո հետ ու դառնալով ապրող ու ծառայող եկեղեցի, եկեղեցի դարձնելով բայցարագերբող ներկայություն ձեր ընտանիքեն ներս, հայ դպրոցեն ներս եւ մեր բոլոր գառույցները ներս։ Երրորդ համախմբում։ Մեր ժողովուրդը մեկ ամբողջություն է իր անցյալով ու ներկայով, ինչպես մեր եկեղեցին մեկ ամբողջություն է իր երկու հայրապետական աթոռներով, նաև մեր հայրենիքը։
Արդ ամուր բահեցեք մեր էյության ու քոյության եւ մեր ինքնաճանաչման անբաժանելիորեն մաս կազմող միությունը, ամբողջականության գիտակցությունը, համախմբվելով մեր գայրույցներուն շուրջ, մեր եկեղեցվո հայրենիքին, դբրոցին եւ գազագերբություններուն ու միություններուն շուրջ, որոնք աղբյուր են ու բահաբան մեր արժեքներուն, ավանդություններուն ու իդեալներուն, մեր հայորեն քոյության։ Մեր հավաքական կյանքեն ներս տեսակետներու դարբերություններ եղած են ու միշտ պիտի ելան։ Սակայն ըսկուշ պետք է լալ, որ այդ տարբերությունները երբեք չդառնան վնասաբեր։ Միաժամանակ պետք է հանձնարարու լալ, որ այդ տարբերություններեն վեր համասկային արժեքներու շուրջ մեր մոդեցումները համախմբվին ու նույնանան։ Հետևաբար, իմ սպասումս է, որ մեր ժողովուրդի կյանքեն ներս Հայաստանի եւ Սփյուռքի մեջ, Միացյալ Նահանգներու արևմտյան շրջանի մեր ազգային կյանքեն ներս, միասնականությունը ավելի ամրանա, մեր կյանքի բոլոր մարզերեն ներս ամեն իմաստով։ Որքան մենք լանք միագամ, մեր հայրենիքը ավելի կհզորանա, մեր եկեղեցին ավելի կբայծարանա եւ մեր կյանքը ավելի կծաղկի։ Ահավասիկ իմ հայրապետական պատկամս ուղված մեր ժողովրդի սիրելի զավակներուն։ Նորին Սուրբոձության ուղենիշ պատկամեն ետ, թե մի հավատավոր հայորդիները առիթ ունեցան մոդենալու իրենց հովաբեդին եւ անոր աչը համբուրելով ստանալու հայրապետին օրհնությունը։